Աննորի որդու եվոքին սրպ ամեն, այրմեր որերգենս ես, սուրպ երեցի անունքո, ես արկայությունքո, եղեցին գամքո, որպես երգենս և երգրի, սած մեր հանաբազոր, դուր մեզ այսօր, և տող մեզ բարդիս մեր, որպես և մեկ տոնք մերոց բարդաբանած, և մի դաներզ մեզի պործություն, արպրգյազ մեզ ջարե, զիքո արկայություն, և զորություն և պարք հավիդյանս, ամեն։ Տակույ խաղության, աղոթի ավասն մեր, Աննոր եւ որդու եւ ոգու սրբո ամեն կծավի մանցյալ ուրպատորը մենք ոստեղ խնդիր ունեցանք եւ չկարողացած ես հետ նորեն միանալ ինչևից է ուրեմն հիմա կուզեմ մի քիչ խոսել այդ վաղ աշխարհի վերջավորության մասին, այսինքն ինչ որ միջի համատեսանք ամենեն ավելի ստեղծագործություններ, առաջին սերունդները մինչև եկանք Նոյի Նաբեդին եւ նաեւ Չրհեղեղը, Չրհեղեն վերջը խնդիրը որ Նոյը ունեցավ հարբած էր տղան ապստամբեց իր թեմը, բայց որպես ապստամբություն չներկայացված այդ, այլ միայն մի բան, որ տղան իրավունքներ ունելու։ Իսկ վերջին մասը, որի մասին անցյալ շաբաթ կուզեի խոսել եւ սկսեցի, դա էլ Բաբելոնի աշտարակն է։ Եվ Բաբելոնի աշտարակը ուրեմն ինչ է բուն պատմությունը։ Պատմությունը ամեն առաջ Բաբել բառը այդ լեզվով որ գրված է Բաբել բառը նշանակում է Աստծո դարբաս այո մեծ թուր Աստծո բայց իրենց ուզածը ոչ թե Աստծո մոդենալն էր այլ գուզեին ստիպել եւ գուզեին չափազանց մեծ մի բան գառուցել որ պիտի հասներ երկնքի դարբասը եւ իրենց համար պիտի կարողանային անուն շինել հիմա անուն շինելը Աստվածաշունչի մեջ է մի քանի անգամ որ հանդիպում ենք դա նշանակում է ներեք մեկ վայրկյան okay անուն շինել նշանակում է ավելի թակավորական այսինքն հարստություն ստեղծել եւ իրենց ուզածը իրապես խանգարիչ մի բան մնե որովհետեւ ինչ են մտածում են որ իրենց համար պիտի ունենան ինչ որ պետք է իրենց ամբողջ կյանքի համար եթե այսօրվա ցևով բաներանք եթե կաթողիկ եկեղեցի մեջը որոշ մարդիկ ելեն եւ ասեն որ մենք մեզ անուն պիտի շինենք դա պիտի նշանակի նոր ռոմի բաբ մշինել եւ անչադվել ագարակվել հիմակվա բաբին ուրեմն սա է անուն շինելը եւ սա է փուն նպատակը այդ ժողովրդին որ ցանկանում էր Բաբելոնի աշտարակը շինել եւ իրենք ուրեմն կուզեին
Ապստամբել ասոտեմ։ Եվ ուրեմն երբ որ կարդում ենք 10-րդ, 11-րդ գլուխները, տեսնում ենք ոնտեղ նորեն ով որուն ծնեց, ինչի այդ բանը շարք որ կա, եւ այս շարքը որ դրվում է ոչ թե մեզ ասելով այդ սետի որ նոյի առաջին զավակներ, այլ ուրիշ բանով սկսում է, ինչ որ ավելի բաբելի երկրի, բաբելի քաղաքի այդ հայրաբեդներն էին, վերջը խոսում է սետի մասին, վերջը վերադառնում է նորեն Բաբելոնի մարդկանց մասին։ Ուրեմն կարծես այդ երկուքի մեջտեղս դրվում է սետ։ Եվ սետը ուրեմն առաջին զավակն է նոյին եւ իրեն սերունդները ուրեմն եւ նոյը դալիս է իր օրհնությունը այդ զավակին սետին եւ սետի սերունդներին։ Ուրեմն այդ ժամանակ եւ սկիզբեն Ադամևային սկսյալ ընտանիքին գլուխը ինքն էր այդ ընտանիքի քահանան։ Ամեն ընտանիք քահանա ուներ եւ այդ քահանան ընտանիքի հայրն է։ Նաեւ տեսնենք հետո Աբրահամի հետ եւս հարցը ունենք։ Ավազիկ սետը ինքն է ընտանիքի եւ նոյը իր առաջ նոյը քահանան է, ինքն է որ մատուցում է զոհը, որովհետեւ ինքը քահանան է այդ ընտանիքին եւ ինքը դալիս է իր որդուն սետին եւ սետի սերունդին եւ ամեն սերունդի անտրանիկ զավակն է որ դա ունենում է այդ այսինքն քահանայական բաշտոնը, քահանայական իշխանությունը եւ քահանայությունը այդ հարաբերությունն է մարդուս եւ Աստծո միջեւ։ Ավասիկ հոս է սետը եւ հետո մի տեսնենք որ սա շարունակվում է եւ Աբրահամի հետ ուրեմն տեսնում ենք որ Բաբելոնի աշտարակը երբ որ սկսեցին կառուցել եւ ասացաշունչը շատ նուրբ բաներ ունի մեջը, որ նույնիսկ 1000 անգամ գարտալով չենք անդրադառնա։ Իրենք գուզեն մի մեծ բան աշտարակ շինել, որ գահասնի երկինք, բայց ինչ որ շինեցին, այնքան ծածե, որ Աստված պետք է իջնե տեսնելու համար ինչ տեղի ունենում։ Իրենք ու Աստված ու սա բզիկ մեկ-երկու փարով որ Աստվածաշունչը մեզ ներկայացնում է մեկ-երկու փար որ ասենք բզիկ ոչնչություն է Աստծո հետ չես գնար չափվել ուրեմն իրենց այդ ապստամբությունը արդյունք է ունենում այդ բաժանումները, բարակդումները եւ այդ բարակդումները մեզ ներկայացվում է որպես սկիզբը լեզուներին, որ իրար չեն հասկանում եւ տարբեր լեզուները սկսում են աշխարհի 4 կողմը։ Անշուշտ սա պատմական մի բան չէ, այլ առասպելական չէ, այլ սա պետք է հասկանանք, ինչպես մնացած բոլոր
10-11 գլուխերը այդ ծնոտոց գրքի պիտի հասկանանք, որ սա մի անաստեղծություն է, որ մի իրականություն մեզ տալիս է։ Եվ ինչ է այդ իրականությունը, ամենակարևոր իրականությունը, որ երբ որ մարդս հեռանում է Աստծուց, անպայման բարակդումներ լինում են եւ շատ խոր բարակդումներ։ Սա է ինչ որ մենք տեսնում ենք այդ Բաբելոնի պատմության մեջ։ Հիմա եւ որ մենք խոսում ենք նաեւ Բաբելոնի պատմությունը, Բաբելը, իսկ հետո երբ որ տեսնում ենք դարեր հետո, շատ երկար ժամանակ հետո, որովհետեւ սա լինում է ինչպես եմ վաղ աշխարհի պատմությունը, որ վաղ աշխարհի պատմությունը պատմական չէ, այլ բանաստեղծություն է, բայց երբ որ քարից ենք պատմության եւ գուքանք պատմության, երբ կսկսենք խոսել Աբրահամի մասին, որովհետեւ Աբրահամը գիտենք մի քիչ, որ Հիսուսեն 1800 տարի առաջ այդ ժամանակներն է, որ Աբրահամի մասին դեղություններ ունենք եւ նորեն այդ դեղությունները ամբողջովին պատմական չեն, այլ ինչ որ Աստվածաշունչը կուզե մեզ ասել այդ ամենի մասին։ Եվ ուրեմն առաջինը, ինչպես ասեցի, վաղ աշխարհն է, իսկ երկրորդը, որ մենք հանդիպում ենք, դա էլ լինում է Աբրահամի կանչը եւ հավասիկ Աստված մի ուխտ կնկեց Ադամի հետ, Աստված ուխտ կնկեց Նոյի հետ եւ Ադամը ծախովեց եւ Նոյը ծախովեց։ Հիմա Աստված նորեն արիթը պիտի դա Աբրահամին, որ արդյոք Աբրահամը պիտի կարողանա ուխտը, որ Աստված իր հետը պիտի գնկե, արդյոք ինքը պիտի կարողանա հավատարիմ լինել այդ ուխտին։ Ուրեմն այդ մասը, որ հայրապետների պատմությունն է, պիտի անդրադառնանք երեք անձերի։ Ունենք ոնդեղ Աբրահամը, Իսահակի մասին համարյա բանը չկա, ունենք Հակոբը եւ երրորդ անձնավորությունը, որի մասին պիտի նայենք, դա էլ Հովսեփն է։ Այդ երեք մասերն են, որ համիտնենք։ Ուրեմն, սկսելով խոսել Աբրահամի մասին, Աբրահամի հետ Աստված ցանկանում է մի նորություն սկսել եւ այդ նորությունը խնդրում է, առաջարկում է, որ Աբրահամը թողնի ամեն ինչ, բայց ոչ թե նյութականը թողնի։ Սրա մասին պետք է մտածենք մի քիչ։ Աբրահամը որպես առանցին մի զույգ չի թողեց չգնաց։ Հետը կին աշխատողներ ուներ, բավական հարուստ էր, իր հարստությունը, որ ոչ թե դրամական հարստություն էր, այլ ապրանքի, բանը մալ, որ ուներ, այդ անասունները, որ ուներ, այդ ամենը անշուշտ կին մեծ աշխատուժի պետք ուներ։ Ուրեմն, ինքը այդ ամենը իրավունք ուներ առնելու եւ երթալու, բայց
հայրական դունը պիտի թողներ եւ երթար։ Եվ առաջին սխալը, որ ինքը անում է, դանում է քրոջը դղան եւ սա Աստվածաշունչը չի ասում, որ ինքը աննազանդ եղավ, այլ մեզ ցույց է տալիս հետևանքը, որ լինում է բարակդում եւ հատա ղևդի միջև եւ խնդիրներ լինում են հոնդերա եւ սա Աստվածաշունչի համար ամենակարևոր կետը այն է, որ Աստված խոստանում է Աբրահամին ասելով, որ քնա ես քեզի ցույց պիտեմ այդ հողամասը, այդ տարածքը, որ պիտի պատկանի քու սերունդիդ։ Բայց Ավասիկ մեծ խնդրի առջև է, որ Աբրահամը, որ 75 տարեկան է, երբ որ թողնում է երկիրը եւ զավակ չունի եւ ինքն իրեն խոսում է, բայց վերջը նաեւ Աստծուն ասում է, որ այդ տարածքը, որ ինձ ասում ես, ում համար, եթե սերունդ չունիմ, ուրիշն է, որ պիտի ժառանգե իմ հարստությունս, իմ անունս, ամեն ինչը ուրիշն է, որ պիտի ժառանգե։ Հոսե ամբողջ նրբությունը հասկանալու Աստվածաշունչը, որ մեկոմեն Աստված պահանջում է կատարյալ հնազանդություն եւ կատարյալ վստահություն։ Եվ մենք տեսնում ենք մի հնազանդություն, մի վստահություն, բայց տեսնում ենք, որ կատարյալ չէ։ Կոտրված մարդիկ ենք մենք։ Աբրահամն էլ կոտրված է եւ ուրեմն ինքը ինչ որ անում է սխալ է։ Սա մեր մտքին մեջը դեր պետք է շինե եւ այդտեղ որ պիտի շինե այն է որ սա 4000 տարվա պատմությունը չէ 4000 տարի առաջվա։ Սա իմ կյանքս է, սա քու կյանքդ է։ Սա մեր կյանքն է այսօր։ Վստահել Աստծուն եւ համբերել, որովհետեւ նաեւ տեսնում ենք, որ Աբրահամը եւ Սարան չեն համբերում եւ երբ որ չես համբերել Աստծո ժամանակին հավասիկ մեծ խնդիրների դիմաց կգտնվես, ինչպես որ Սարան ասում է, որ Աբրահամին տես ես չեմ կարող քեզի զավակ առ իմ ինչերպարը աղախինս եւ երմես զավակ ունեցիր եւ լինում է եւ հանդեղը Աստվածաշունչը շատ չափազանց նուրբ է հիմա երկու խոսք ասոր ասա խնդրի շուրջ ասեմ որ ավասիկ գինն է եթե մի քիչ խալք ունենար պիտի չուզեր այդպես բաննել բայց ավասիկ որ իր ցերկով լինում է այդպիսի միգացության մեջ որ իր աղախինը իրեն անդեսում է եւ սա մենք տեսնում ենք տարբեր ընտանիքների մեջ երբ որ մի հարս հղիանում է այլևս ամբողջովին տարբեր ցևով վարվում է ընտանիքին մեջը այսպես չափազանց մեծ բան է եւ անոնք այդ տեսակ հարաբերությունը նաեւ որքան խնդիրներ ստեղծում է չէ ավասիկ Սարայն որ երգինը իր աղինը տալիս է իր ամուսնույն որպես կին եւ Հագարը հղիանում է եւ այլևս անդեսում է ուրեմն հիմա Սարայը գնում եւ կանգատվում է
եւ մյուսնալ որպես նորմալ ամուսին, որ իր գինը գսիրը, որքան գսիրը չես գիտեր, բայց աբասիկ իրեն ասում է, որ քո ախին է, ուզած դիտպես վարվի։ Եվ այնքան քեշ կվարվի, որ այդ գինը կտոնի կպախչի։ Նորեն այդ գինը չի հասկանում իր գացությունը, չի կնահատում եւ մի քիչ համբերություն չունի, որ երեխան ծնվի, փախչում է։ Եվ երբ որ փախչում է, ճանապարհին հրեշտակը գեցնում է իրեն, ասում է. «Ագա, որտեղ են գալիս ես, ուր ես գնում։ Որտեղ են գալիս ես, ուր ես գնում»։ Սա մի հարցում է, որ ասած կգրնա մեզ այս յուրաքանչյուրին հարց տալ, եւ որ մենք սխալ որոշումներ կայացնում ենք։ Ինչու աճապարում ես, ինչու չես ընդունում։ Ասում է, որ գնա, խոնարհիր, հնազանդվիր, բայց քեզ մեծ ընվողը Իշմայել պիտի գոչվի եւ չափազանց մեծ սերունդի հայր պիտի լինի։ Այսօր ամբողջ արաբական աշխարհը Իշմայելի սերունդն է։ Եվ երբ որ խոսենք սերունդի մասին, ուզեմ ձեր ուշադրության հասնել եւ ասել, երբ որ գսենք նաեւ Աբրահամի սերունդը կամ հիմա Իշմայելի կամ ուրիշը, հрьяաները բոլորն Աբրահամ ունին որպես իրենց հայր, իսկ այդ խումբը որ միասին է, այդ բոլոր մարդիկ որ ապրում են, իրենց ավագները ինչ եղան, այս ամենը միասին է հрья ժողովուրդը, այդ գործավորների իրենց հետ եղողների բանը սերունդը բոլորը միասին կազմում են այդ ազգը։ Ինչպես է, դառնանք եւ ավասիկ Հագար վերադառնում է եւ երբ որ ծննում է իր որդին, անգե 13 տարի հետո է, որ Աբրահամի կինը Սարայը զավակ պիտի ունենա։ Ուրեմն 13 տարեկան է արդեն Իշմայելը։ Երբ որ Իսահակը ծնվում է։ Այս ամենը մեր մտքին մեջ է գամած դեղ պիտի շինենք, որ հասկանանք, պատկեր ունենանք, այս պատմության պատկերը մեր մտքին մեջ է հստակ լինի։ Աբրահամը ուրեմն Աստված հետ խոսած ժամանակը Աստված իրեն 3 խոստում է տալիս։ Եվ այդ խոստումները Աստված իրականացնում է։ Առաջին խոստումը, որ երգիր պիտի դա իրեն, եւ դա դրա մասին խոսվում է Տասնհինգերորդ գլուխ գրքի 15-րդ գլխի մեջ խոսվում է այդ դարածքի մասին, որ Աստված պիտի դա։ 17-րդ գլխին նա խոստանում է, որ թագավորություն կամ թագավորություններ նույնիսկ պիտի ծնեն իր մեջ։ Եվ սա մենք տեսնում ենք 17-րդ գլխի մեջ եւ 23-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք այդ համաշխարհային օրհնությունը, որ պիտի դրվի բոլոր աշխարհին իր միջոցով։ Ուրեմն առաջինը 15-րդ գլխին ինչ որ խոստանում է, դա տեսնում ենք, որ խոսում է Մովսիսական այդ բանը ուխտը, որ տեղի պիտի ունենա, երբ որ Եգիպտոսին դուրս կգան, իսկ
Դավթի թագավորությունը տեսնում ենք 17-րդ գլխին եւ հոն նաեւ մի ուխտ կա ասված խոստանում է ուխտով Դավիթին եւ որ իր սերունդը հավիտյան պիտի լինի եւ 22-րդ անշուշտ Հիսուսի Քրիստոսի նոր ուխտն է երեք խոստումներ որ ասված դալիս է եւ այս երեք խոստումներին մասին պետք է մտածենք տեսնենք ինչ տեղի ունենում ուրեմն հաջորդ կետը որ ասում ամենը պետք է կարտակ եւ ինձ հարցումներ տակ թե ծեր հարցումները ինչ են ինչի մասին գուզեք որ ավելի բացատրություն դամ վերջը տեսնում ենք այդ գրիվը որ դեղի ունենում ընկի առաջ այդ անհամաձայնությունը որ կա Ղովդի մարդկանց հետ Աբրահամի մարդկանց հետ մեծ անհամաձայնություն եւ Աբրահամ ասում է դες դուն որոշի որ մի կողմը որ գուզես եւ ինքն է որ որոշում է երթալ բայց հետաքրքիրը այն ասամենուն մեջ բզիկ բաներ են եւ Ղովդը նախընտրում է երթալ դեպի արևելք որ ամբողջ պատմության մեջ տեսնում ենք երթալ դեպի արևելք նշանակում է հեռանալ Աստծո ծրագրից որքան նուրբ ցերով Արտավետ ջան, կներեք, իսկ ինչու է այդպես նշանակում։ Ես առաջի անգամ եմ լսում դա։ ինչու այդպես չեմ գիտեմ, բայց գիտեմ որ այդպես է եւ հավասիկ իրենք գտնվում են արևելքում սկիզբը բանի Աբրահամի ընտանիքը եւ ասած ինձ ասում են թողեք ոնդեղ եւ կացեք դեպի Լոգիկա կա։ այդ երգերը որ ես էսի պիտի դամ թողեք այդ երգերը եւ ինչեւ վերջը երբ որ հрьяաները սխալ կյանք են ապրում իրենք բաճվում են եւ գնում են դեպի արևելք դեպի ուտեն որ եկած են հերու Աստծո խոստումից սա մեծ նշանակություն ունի երբ որ փորձենք հասկանալ Աստված ինչ ծրագիր ունի մեզ համար եւ երբ որ մենք հեռանում ենք Աստծուց այդ ժամանակ որ ամեն տեսախնդիրներ ունենք երբ որ Աստծո ուզած դեղան ենք չի նշանակեր որ ամեն ինչ հեշտ է ամեն ինչ իր խնդիրներ ունի խնդիրներ ունի բայց Աստված օգնում է Աստված անջում է որ համբերենք համբերությունը եւ վստահությունը չափազանց կարեւոր է Ուրեմն երբ որ Աստված կանչում է Աբրահամին հավասիկ Աստված նոր սկիզբ է դնում ցանկությունը ինչպես ասեցի ոնդեղ ցախովեց եւ Ադամ եւ Եվան եւ Նոյը ցախովեցին հիմա Աստված ասմարտուն դրած է եւ սկիզբը տեսնում ենք այդ մարդուն կյանքը Աբրահամի կյանքը որ պիտի լինի հայրը նոր սերունդի պիտի լինի միևնույն ժամանակ ոչ միայն
որպես մարդկային նոր սերունդ, այլ ահավասիկ Աբրահամը մեզ ներկայացվում է որպես հավատքի հայր։ Բոլոր հավատացյալների հայրն է Աբրահամը, որովհետև Աբրահամը հավատաց Աստծուն, հավատաց եւ վստահեց Աստծուն, որքան որ թերություն կա իր հավատքի մեջ է։ Այսօր 4000 տարի հետո մենք երբ որ տեսնում ենք այդ ամեն պատմությունը, թե ինչ է տեղի ունեցել մեզ մի առաջ, մենք այշուշտ այլևս եթե քիչ խելքերնից գործած ենք, կտեսնենք որ Աստված այդ 4000 տարվա մեջ է իր բոլոր խոստումները իրականացրեց։ Ուրեմն եթե իրականացրեց, մենք եւս կարող ենք վստահել իրեն։ Տեսնում ենք Աստծո ճանապարհը, որ կրնալալ շատ անգամ խրտին տվա մեզի եւ համբերություն պահանջե մեզանից, հավասիկ մենք ունենք այդ։ Ուրեմն ունենք Աբրահամը որպես հայր նոր ազգի, նոր ժողովրդի եւ ունենք որպես հավատքի հայր։ Ուրեմն որ մենք նայում ենք եւ տեսնում ենք որ բաժանումը լինում է Աբրահամի ղևտի միջև ավացիկ ղևտը որ մեջեն ելնում է բանին համար Աբրահամին համար շատ ավելի մեծ խնդիր է որ սերունդ չունի եւ երբ որ Աստված իրեն ասում է որ մեծ սերունդ պիտի ունենաս ուր է բամը չեմ տեսնում ես եւ իմ ժառանգս օդարներն են կորձավորներս են դի ժառանգեն ամեն ինչը Աստված այդ ծավով բանն է եւ Աստված տեսնում ենք որ երբ որ այցելում է Աբրահամին օրվա մեջտեղն է եւ Աստված ասում է Աբրահամին նայր երկինքը քու սերունդդ երկինքի աստղերից շատ ավելի պիտի լինի բայց հստակ ֆիզիկ մի բան է որ մարդիկ չեն անդրադառնալ կեսօր է երբ որ երկինքը նայի հրաշք չէ որ տեղի ունենում եւ ինքը տեսնում է ամեն աստղերը չէ Աստվածաշունչի ասած այն է ինչպես որ հիմա դու չես տեսնում երկինքի աստղերը բայց իրենք հոն են երկու սերունդը որ հիմա դու չես տեսնում հոն է պիտի լինի վստահիր ինձ կտեսեք ինչ սիրուն է եւ որ այսօր գնայինք ասամին իրավես հիանալի է Աստվածաշունչի հետ սիրահարվել որքան գեղեցիկ բան է ոչ թե բարերի հետ մենք կամ կապարների հետ այդ այն անձը որ այդ ամենի խոսքն է Հիսուսն է այդ խոսքը Հիսուսը որ խոսում է մեզանից յուրաքանչյուրի սրտին Աստվածաշունչին մեջը մանավանդ այսօր որ մենք տոնում ենք Հիսուսի սրտի տոնը որ իրավես հիանալի մի բան հիանալի այդ սերը որ անձայրած երը յուրահատուկ է ամեն մեկնից համար եւ կսիրահարվենք այդ
սրդի հետ, որ մեզ սիրում է։ Ուրեմն մենք նայում ենք Աբրահամին որպես նորսկիզբ, նայում ենք Աբրահամին որպես հավատքի հայրը եւ հավատում ենք։ Եվ սրա մասին կարդում ենք ամբողջ Աստվածաշունչի մեջը եւ Բողոսի գրությունների մեջը եւ Եբրայեցիների նամակի մեջը եւ առաքյալների գործերի մեջ ամեն դե տեսնում ենք Աբրահամի տերը եւ Աբրահամի հավատքը եւ Աբրահամի հավատքը, որը արդարացում էր, որպես արդար մարդ հակառակ իր կոտրված լինելուն, հակառակ իր ամեն թերություններին արդարացավ Աստծո առջև։ Հիմա սա կարևոր աստվածաբանական խնդիր առաջացնում է։ Եվ աստվածաբանական կարևոր խնդիրը, որն առջև գտնվում ենք, այն է, որ այդ բանի վրա հիմնվելով փոխկականները բան գնեն, որ ուրեմն կարևոր չէ ինչ ես անում, կարևորը հավատք ունիս, հավատացիր, որ Հիսուս քեզ փրկեց, ուրեմն փրկված ես։ Եվ այսօր փյուրավոր խումբեր, ոչ միանացել, փյուրավոր խումբեր փոխկականների, երբ որ մտածում են փրկության մասին, մտածում են, որ մեկ անգամ որ իրենք հավատացին, իրենց բոլոր անցյալի, ներկայի եւ ապագայի մեղքերը չնչված են եւ իրենք անպայման երկուք պիտի երթան։ Ինչ հավուշություն։ Սա Աստվածաշունչը չափազանց սխալ ձևով հասկանալն է։ Երբ որ խոսում ենք Աբրահամի մասին նորեն, տեսնում ենք, որ երբ որ Ովդը պատերազմի մեջ է, գործընծնում է, ինքը գնում է, Աբրահամը գնում է իրեն ազատելու եւ իրեն ազատելու համար օգնության հասնում է Մելքիսեդեկ անունով մի թագավոր։ Մելքիսեդեկ բառը, որ Մելիք թագավոր, Սադեկ արդար թագավոր եւ ինքը Երուսաղեմի, բայց այդ ժամանակ Երուսաղեմը գոյություն չուներ։ Մելքիսեդեկ Սալեմ նորեն այդ կողմերեն եկած է։ Ուրեմն դա նա գալիս է եւ պատմության մեջ նույնիսկ հրեաների օրոք մինչև Մովսեսը եւ Մովսեսին էլ հետո ինչ իմաստ ունի, որ ինքը փերում է հաց եւ քինի։ Աստծո ծրագրի մեջ անիկա կա եւ Աստծո ծրագրի մեջ այդ հացը եւ քինին մեզի վերջո հասցնում է Հիսուսի վերջին ընթրիքին, հասցնում է հաղորդության եւ Մելքիսեդեկը մեզ ներկայացվում է որպես քահանայապետ, բայց մի քահանայապետ, որ ոչ թե հրեական օրենքների համաձայն է, այլ մի քահանայապետ, որ չենք գիտեր ոչինչ իր մասին։ Ondեղ դարբեր կարծիքներ կան, թե որ մեկ ցեղից եկած է, նոյի որ մեկ զավակից է, բայց այդ ամենը բացատրություններ կան, չեմ ուզել անոնց մասին բաններ խոսիլ, միան պիտի ասեմ, որ ինքը եկավ, բերավ այդ հացը եւ քինին եւ դա նվիրեց որպես պատարակ։ Այսօր մեկ անգամ ես մի կիրքի վրա գրած էի պատարակի զոհը եւ որոշ անցիկ զարմացան ասեցին, որ բայց պատարակը զոհ է։ Չէ, պատարակը զոհ չէ, պատարակը նվերն է։
Աստծո հաճելի նվերն է պատարագը։ Ուրեմն Ահավասիկ Աստծո հաճելի պատարագը, որ նաև Մովսեսը ինքն էլ նույնը կշարունակե, որ այո, անասունները պիտի մորթվին, բայց պատարագը միայն անասունները չեն, նաև կարելի է ալյուրը, ցետը, քինին նվիրել, ինչ որ նվիրվում է, սա է պատարագը։ Ահավասիկ Մելքիսեդեկը անում է այդ ձևով մի պատարագ։ Եվ ուրեմն որպես քահանա, բայց նաև իր քահանայությունը հիմնվում է նաև այդ կետի շուրջ, որ Աբրահամը 10-րդ դարից է իրեն։ Այդ 10-րդ դարը, որ հետո լինում է հրյաների օրենքին մեջ է, Մովսեսի օրենքի մեջ է չափազանց կարևոր մի բան, որ 10% պետք է դրվի դաջարին, Աստծո դալու մի ձև է, եւ ասվում է, որ Ահավասիկը սկիզբը նույնիսկ Աբրահամը 10-րդը դվեց Մելքիսեդեկի միջոցով իր կրոնական, եթե կրնանք ասել, պարտականություն ուներ, որ արեց։ Ուրեմն Մելքիսեդեկը կարևոր մասնավորություն է եւ կարդում ենք իր մասին Սամոսների մեջը եւ կարդում ենք իր մասին եւ Պողոսի քրությունների մեջը, ինչպես նաեւ Եբրայեցիների ուղված նամակի մեջը։ Հիսուս այո ինքն է քահանայապետը ըստ կարգի Մելքիսեդեկի, այսինքն Ղևիի ընտանիքեն չէ, Ղևիի սերունդը չէ, այլ Մելքիսեդեկի պես ոչ սկիզբ ունի, ոչ վերջ, որովհետև իր մասին չէ գրված, թե ով է հայրը, երբ ծնվեց, երբ մեռավ, ինչ արեց, չկա։ Միայն այդ հոգևոր անձնավորությունն է, որ գալիս է մի բահ եւ վերջը տեսնում ենք, որ անելանում է պատկերից։ Եվ Աբրահամի պատմության մեջը նաև հանդիպում ենք այդ դեպքին, որ մի ուխտ կնքվում է եւ այդ ուխտը, որ Աստված կնքում է Աբրահամին հետը, այն է, որ պիտի առներ դարբեր անասուններ, երեքականատ եւ պիտի մեջտեղեն գդրեր եւ նույնիսկ թրջուններ, բայց թրջունները պիտի չգդրեր եւ պիտի տներ երկու կողմերը մեջտեղը բացություն տոնելով։ Ուրեմն այդ ցևով անելը պատմակետները մեզ ներկայացնում են, որ Հիսուսյան 1800 տարի առաջ բնական ցևն էր ուխտ կնքելու, համաձայնություն կնքելու թագավորների միջև, ոչ թե բարձմարտիկ, այլ թագավորների միջև, ցեղերի առաջնորդների միջև։ Ուրեմն իրենք անասունները այդպես երկուքի բաժնում էին եւ տնում էին կեդինը եւ երկուքը ցերկի բռնած քայլում էին այդ ամենի միջև, ասելով, որ մենք այսպես գոդրվենք եւ երկուքի բաժնվենք, ամենից այսինքն ինչպես անասուն երկուքի բաժնված է, ես երկուսի բաժնվեմ, եթե ես հավատարիմ չմնամ այս իմ խոստումից։ Հիմա Աբրահամի համար Աստվածը իրեն ասում է, որ տունանիկը պատրաստում է եւ ինքը հոնդեղը նստած է
Եվ Աստվածաշունչը ասում է, որ երբ որ թռչուններ եւ տարբեր անասուններ գալիս են, ինքը վրընդում է այդ ամենը։ Եվ օրվա վերջավորության ավասիկ մեկամեն իր քունը տանում է, բայց մյուս կողմն դեսնում է, որ մի կրակ իջնում է եւ ողջակեզ է լինում, այսինքն ամբողջությամբ այրում է այդ ինչ որ հոնքահոնդեղը, բայց բան չի գար, բայց առանց այդ բայդի, առանց որևէ մի բանի այդ ամենը վերանում է։ Եվ սա Աստված ուխտ է կնքում Աբրահամի հետ առանց որևէ մի բան բանջելու Աբրահամից։ Հիմա, երբ որ գնայինք Ադամ եւ Եվային, հոնալ ուխտը որ եղավ, նորեն բամը չբանջվեց։ Նոյի հետը նաև բամը չբանջվեց։ Ասած ինքը երկողմ են նշան տվավ ձիածանը եւ հոնդեղը զոհմադուցվեց եւ ուխտը այդ ձևով կնկվեց։ Հոս նորեն ասած բամը չի բանջում սկիզբը այդ ուխտին։ Հետո ավելանում է այդ թլպատության հարցը։ Իսկ երբ որ գալիս ենք Մովսեսի ուխտի ժամանակը հոնդեղը երկու կողմանի համաձայնություն կա։ Աստված ասում է, ես եմ որ քեզ ազատեցի սրբությունից։ Ուրեմն ես քո կյանքդ ազատեցի։ Եվ որովհետև ես քո կյանքդ ազատեցի, ուրեմն դու բարդականություն ունես իմ հանդեպ եւ այդ բարդականությունը օրենքները բահելն է։ Եվ եթե օրենքները բահես, ես կլինեմ քո Աստվածը եւ դու կլինես իմ ժողովուրդը։ Աստեղը այլևս ուխտը մի երկու կողմանի մի խնդիր է եւ ոչ միայն միակողմանի։ Աբրահամինը միակողմանի է, բայց հիմա երկու կողմանի է։ Ձեզ հիմա ժամանակ տամ, եթե հարցումներ ունիք։ Շատ շնորհակալություն Վարդապետ ջան։ Ոտով քայլում եմ, մեծ հաճույքով լսեցի։ Չնայած կարդացել էի, մի տեսակ ավելի տպավորիչ դարձավ։ Բայց մենք այս թեման անցել ենք, այն ժամանակ հիշում եմ, որ մեր դասատուն ասեց միայն Քրիստոսի ուխտն է, որ միակողմանի է ու հավիտենական։ Մնացածները բոլորը երկկողմանի են։ Այդ ձևեր բացատրել մեզ։ Ադամ եւ Եվային ուր է երկու կողմանի։ Նույնը ուր է երկու կողմանի։ Ինչ կա այնտեղ։ Եվ այս մասը, որ հիմա ասեցի Աբրահամի մասին, որ եթե երկուքով քայլեին այդ անասունների միջև, այդ ժամանակ երկու կողմանի գլար։ Բայց ասված ինքը մինագը արեց։ Ինքը Ես էլ քայլեց։ մտածեցի այդ մասին, այո։ Տեսեք, ինձ համար Աստվածաշունչը միշտ չափազանց հետաքրքրած է եւ մանրուքներով կսպահվի, որպեսզի ավելի եւ ավելի լավ հասկանամ։ Ամեն մի բզդիկ խոսք, ամեն մի բզդիկ շարժում հատուկ իմաստ ունի Աստվածաշունչի մեջ։ Եվ ոնե որ փոխականները, երբ որ երկու երեք ամիս մի քիչ կգարտան, վերջը սկսեցին կարոզել, չենք ինչ խոսին։ Անգանակազական բաներ կխոսին, որ բայց նաեւ պետք է ասենք, որ պետք է ասեմ, որ մինչև վերջերս
կաթողիկե, հայ կաթողիկե կանաները շատ անչափ կարևորություն չեն դրել Աստվածաշունչը ուսումնասիրելու։ Երբ որ ես նոր եկա Հայաստան եւ քերները խոսեինք Սրբազանին հետ, Ներսեսյանին, ես շատ մեծ հաճույքով կլսեր եւ հարցումներ ուներ։ Եվ նաեւ ես այդ ժամանակ ամեն շաբաթ կմեկնաբանեի գիրակի օրվա, մեկ տարի գիրակի օրվա ավետարանները, մեկ տարի գիրակի օրվա առաջին ընթերցումները, այսինքն Սուրբոսի եւ Պետրոսի նամակները եւ Գործ Կարաքելոց։ Ուրեմն, երբ որ ես անիկա բանգնեի, կմեկնաբանեի, կգրեի գրավոր կղրգեի ռադիո Վատիկան։ Եվ ղրգելուց առաջ, տեսեք, ես իմ հայրենս սովորել եմ 30 տարեկանից, անկի առաջ կխոսեի այո, բայց երբեք չէի գրած 30 տարեկանին, որ սկսա գրել, եւ այդ ժամանակ ուրեմն անպայման սրբազանին գտայի, որ սրբակրե, կսրբակրեր։ Եվ գղրգեի Վատիկան, եւ կզարմանայի, որ ինքը որ սրբակրել է, եւ երբ որ Վատիկանեն կգարտացվեր, ինքը կնստեր եւ մտիկ կներ, կլսեր այդ քրությունը, որ ինքը սրբակրած է։ Որովհետև իրեն համար ահագին նորություն է, եւ մեր խոսակցությունների մեջ միշտ նոր բաներ, իրեն համար նոր բաներ հարց կդար։ Եվ նաեւ այս քրություններս նաեւ դեպի Վարդան Սրբազանին, Վարդան Սրբազանը, որ ինքը օգնական էր, ամբողջ քրությունը դեպի, որովհետև հիմա այդ քրությունը ես ունիմ որպես գիրք, գիրագին դիրոջ հետ այդ բանով վերնակրով գիրքը ունիմ, եւ երբ որ Վարդան Սրբազանին դեպի կարտած եւ մեծ կնահատանքով խոսում էր այդ քրությունների մասին, ասելով, որ իրեն համար որքան նորություն կա ունտեղ։ Հարցում Այդտեղ ժամանակը լրացել է Վարդապետյան։ Շատ շնորհակալություն։ Բարի գիշեր ձեզ։ լավ, բարի գիշեր ասեմ, Աստված ձեզ հետ, մինչև երեքշաբթի, Շնորհակալություն։ բարի գիշեր։ Շնորհակալություն։ Լիլիթ ջան, լսում եք։ Այո, լսում եմ։ Լիլիթ ջան, այդ բանը գրանցված վիդեոները չի բացում, աղջիկս, այն որ դուք տվել եք ինձ, բացում են միայն մինչ այդ օրը, որը որ ինձ տվել եք, ասենք մնացած շարունակությունները, որ ասենք ուզենամ կրկին լսել, չի բացվում։ Ես նորից կփորձեմ ձեզ ուղարկել։ Շնորհակալություն։ Ընտրեմ։